Երևանում այսօր սկսվել է աղոթքի նախաճաշ անվանումով երկօրյա հավաք, որը հրավիրել է Հայաստանի վարչապետը, այն փակ է լրատվամիջոցների համար։ Հավաքին հրավիրված է 300 հյուր, այն տեղի է ունենում ազգային պատկերասրահի տարածքում, որտեղ այսօր լրագրողները հանդիպել են կարգալույծ հոգևորականի, հանրապետության նախագահին, այլ հյուրերի։ Այս միջոցառմանը ոչ պաշտոնական տեղեկությամբ պետք է մասնակցեր նաև ԱՄՆ նախագահի որդին Դոնալդ Թրամփ կրտսերը, սակայն աշխարհառչակ լրագրող Տակեր Կարսոնի հետ մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի աղմկահարույց հարցազրույցից հետո Թրամփի որդին մտափոխվել է։ Մամուլը գրում է, որ պատճառը հայ առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանության հարձակումներն են։ Այս լուրը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ է առաջացրել։ Դոնալդ Թրամփ կրտսերը իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո որոշել է հրաժարվել Հայաստան այցից եւ գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից։ Ըստ օրակարգի աղոթքի նախաճաշի մասնակիցները վաղը կլինեն Մայրաթոռում։ Նախատեսված է նաեւ հանդիպում ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Այսօրվա Երևանյան հավաքին Մայրաթոռից նույնպես ներկայացուցիչ կլինի։ Արդյոք Հայաստանի վարչապետը վաղը կգնա Մայրաթոռ։ Մեր գործընկերոջ հարցին Նիկոլ Փաշինյանը ժպիտով է պատասխանել։ Պարոն Փաշինյան, վաղը ձեր օրակարգում մեջ միասին գնալն է, վաղ պատրաստվում եք հարան գնալ։ Հաջորդիվ տեղի է ունենալու Հայաստանի վարչապետը Ադրբեջանի նախագահի հետ նոր պայմանավորվածությունների մասին գաղտնազերծումներ է արել։ Նիկոլ Փաշինյանի խոսքով ինքն ու Ալիևը Կոպենհագենում համաձայնության են եկել Թրամփի ուղով էլեկտրահաղորդման գծերի եւ գազատարի կառուցման հարցի շուրջ։ Հայաստանի ղեկավարը նաեւ հայտնել է, որ Հայաստանն ԱՄՆ-ի հետ քննարկում է Թրամփի ուղին վարձակալելու երկու սցենար՝ 49 կամ 99 տարով։ Տարածաշրջանային անվտանգությանը նվիրված Երևանյան համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ հիմա հայ-ամերիկյան համատեղ ընկերություն ստեղծելու աշխատանք են անում, որը պետք է ղեկավարի տնօրենների խորհուրդը։ Տնօրենների խորհրդում ներկայացված կլինեն Հայաստանի եւ Միացյալ Նահանգները, եւ իհարկե տնօրենների խորհրդում բաշխվածությունը կախված կլինի նաեւ մասնաբաժիններից, որի շուրջ նույնպես ներկայումս քննարկումներ են տեղի ունենում, բայց կարևոր է արձանագրել, որ ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանի ներկայացուցիչները Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք։ Իմնեմնիմի փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին կալանավորել են 2 ամսով, նրանց դեմ հաղորդում էր ներկայացրել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ձերբակալել են նաև Anti-Fake AM կայքի 2 աշխատակցի, իսկ խմբագրության տեխնիկան առգրավել են։ Այս շաբաթ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը մերժել է գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքը եւ ազգային բարերարը շարունակում է մնալ անազատության մեջ։ Միևնույն ժամանակ քննչական կոմիտեն դատարան նոր միջնորդություն է տարել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Սամվել Կարապետյանի պաշտպաններն արձանագրել են, որ 53 քննիչներից բաղկացած քննչական մարմինը հերթական անգամ արձանագրել է վճռական անգործություն եւ անհարգալից վերաբերմունք դատական ակտի նկատմամբ, անտեսել է հակակոռուպցիոն դատարանի հոկտեմբերի 16-ի պահանջը կոչի դրվագով գործը կամ ուղարկել դատարան կամ կարճել։ Լայնածավալ ստուգումները բյուջետային։ Երեք ընդհատված ՀԾԿՀ-ի այսօրվա նիստի մեկնարկին հետի տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազենյանը լրագրողների հետ ճեպազրույցում արձանագրեց, որ որևէ մեկը չի կարող ասել, եթե ինքը ղեկավարի հեծը խախտումներ չեն գրանցվի, քանի որ հեծը աշխատող օրգանիզմ է։ Անդրադառնալով հեծի ժամանակավոր կառավարչի ղեկավարմանը, Ղազենյանը հավատացրեց, որ Ռոմանոս Պետրոսյանը մեջբերում մեր ձևով է ղեկավարում հեծը, քանի որ իրենց ձևը չունեն։ Իրենք կառավարում են մեր ձևով։ Չունեն իրենց ձևը, կառավարում են մեր ձևով։ Թող այսպես փոխեն։ Ռոմանոս Պետրոսյանն էլ մուտք գործելով նիստի դահլիճ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ Փոխարենը խոստացավ նիստի ավարտին պատասխանել։ Ինչի մասին էր խոսքը։ Այսօր որևէ մեկնաբանություն մինչև նիստի ավարտը չեն տալու։ Խնդրում եմ ազատեք իմ անձնական տարածքը։
Կիևի վրա հարձակման ժամանակ ռուսական Իսկանդեր հրթիռի բեկորներն ընկել են Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա տվյալով հարվածի ժամանակ օգտագործվել են մոտ 430 անօդաչու թռչող սարք եւ 18 հրթիռ, այդ թվում բալիստիկ եւ աերոբալիստիկ։ Հարվածների հետևանքով զոհվել է 4 մարդ։ Թիրախավորվել են մի շարք բնակելի տներ։ Ռուսական զինուժը այս տարվա օգոստոսին նույնպես հարվածել էր Կիևում ադրբեջանական դեսպանատանը։ ԱՄՆ-ի պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է թմրակարտերների դեմ ռազմական գործողություն սկսելու մասին։ Հարավային նիզակ անվանումով գործողության հիմնական նպատակն է արևմտյան կիսագնդում նարկոահաբեկիչների վերացումը։ ԱՄՆ-ի բանակը մտադիր է կոշտ միջոցներ ձեռնարկել կասեցնելու թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ Հեքսեթի խոսքով այս առաքելությունը նախագահ Դոնալդ Թրամփի հրամանն է։ Գործողությունը կղեկավարեն Հարավային նիզակ միացյալ օպերատիվ խումբը եւ ԱՄՆ հարավային հրամանատարությունը։ Առաքելության շրջանակներում նախատեսվում է նաև օգտագործել ռոբոտացված եւ ինքնավար համակարգեր MAX 25 ճանապարհով տեղափոխվող թմրամիջոցները հայտնաբերելու համար։ Ավելի վաղ ԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսում թիրախավորել էր տասնյակ թմրանավեր։ Թուրքական հրշեջ օդանավ է կործանվել Խորվաթիայում, օդաչում մահացել է։ Ինքնաթիռի բեկորներն ընկել են Սենժ քաղաքի մոտ։ Վթարված օդանավը տեխնիկական զննման մեկնող երկու ինքնաթիռներից մեկն էր, որոնք վատ եղանակի պատճառով Զագրեբի փոխարեն պետք է վայրէջք կատարեին Ռիեկա քաղաքում։ Երկրորդ օդանավը բարեհաջող է իջել օդակայան։ Փարիզում միգրանտները փողոքի մեծ ակցիա են արել։ Մոտ 200 միգրանտ ֆրանսիական կառավարությունից պահանջում է կացարան, որը կհամապատասխանի ցուրտ ձմեռվա պայմաններին։ Միգրանտները նշել են, որ 4 ամիս դրսում են մնացել, իսկ առաջարկվող կացարանները, որոնք հիմնականում մայրաքաղաքից դուրս են, նրանց համար բավարար չեն։ Ակտիվիստների տվյալներով միայն անցած ամիս Փարիզում ավելի քան 1000 միգրանտ գիշերել է անմխիթար ճամբարներում։ Մոսկվայի ավիապարկը առևտրի կենտրոնին կինոթատրոնում դեռահասը բենզին է լցրել նստարաններին եւ փորձել հրկիզել։ 16-ամյա աղջկան ձերբակալել են անվտանգության աշխատակիցները եւ հանձնել ոստիկանությանը։ Հրդեհը մարել են առևտրի կենտրոնի աշխատակիցները։ Զոհեր կամ տուժածներ չկան։ Մոսկվայի քաղաքային դատախազության տվյալով դեռահասը գործել է անհայտ անձանց հեռախոսային ցուցումներով։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի նախավերջին խաղում Հայաստանի հավաքականը 0-1 հաշվով պարտվել է Հունգարիայի ընտրանուն։ Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայ երկրպագուները պաստառ են պարզել վրան գրված «Բարի գալուստ Հայաստան, այստեղ կարող եք հանգիստ քնել»։ Մերոնք այսպես հիշեցրել են հունգարացիներին 2024-ի փետրվարին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի մասին։ Հունգարիան 2012 թվականին Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջանին։